Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից 6 ամիս առաջ ազգային բանակ զորակոչված 18-ամյա Հայկ Խաչատրյանը դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահանում է հարազատների պնդմամբ ջրծաղիկի բարդացման հետևանքով։ Զինվորի հարազատները զարմանում են, թե 21-րդ դարում ինչպես է հնարավոր մայրաքաղաքի Զորամասում ծառայող զինվորը մահանա ջրծաղիկից ու պնդում, որ Հայկը հոսպիտալի բժշկի ու հրամանատարի անտարբերության պատճառով է մահացել ու այն որակում սպանություն։ Հայկ Խաչատրյանի տատիկը Այդա Ավագյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ Հայկը Զորամասում ունենում է դիմային ներվի բորբոքում, սակայն հրամանատարը դրան չի հավատում։ Հիվանդ եղել, դիմել է հրամանատարին, հրամանատարն ասել է, որ չէ, սուտ ես ասում, գլիցերին ես գցե, աչքդ դրամաշ չի փակում, դու սիմուլյանտություն ես անում, պետք է վազես։ Երեխեն ստիված ելը նորից վազել է։ Այդպես հիվանդ վազել է, հաջորդ օրը դեմքը պարալիզվել է։ Այդպես էդորներ է վազեցնել տվել։ Ու նույնիսկ գիշերը կարաուլ է կանգնել տվել այդ վիճակով երեխին, երբ երեխեն սկսել է արդեն ավելի վադանալ, այդեղ բանը խարույկ է հավաքել վառել, խարույկ հավաքել, ուսպես դեմքը տակածրել է։ Դեմքը տակածրել է, հետ եկել, տակածրել է ու մինչև առավոտ դա արդեն շատ վադացել երեխեն, ամսի 7-ին եղել, 8-ին երեխեն վադացել է։ Ստիված այդ ընկերնից էլ է գնա Սանչաս մի օր մետեղ են պահել, չեն ուղարկի անմիջապես հիվանդանոց։ Ամսի 9-ին տեղափոխվել է այդ անտեր հոսպիտալը, անտեր։ Հաջորդ օրը ամսի 15-ին հեր է գնաց մոր հետ, դե ես աշխատում եմ, գնաց բժշկու հետ խոսել է, հա, ծաղիկ հիվանդության կա, ինքն է նշաններ կա, բայց դեմքի այս բանը պարալիզ է, պետք է լրենք բուժենք, նոր դրանից հետո տեղափոխենք բան, ինֆեկցիոն հիվանդանոց, դա կբուժվի, հետո նա կբուժվի։ Մինչև էդիկ պրդա, մինչև երեխեն իպես թե դեմքը քիչ են վերականգնուավ, իպես թե պետք է տեղափոխեին ընդել։ Այս զուլում նեգա մեր գլխին, եկավ արդեն երեխիս վերջն էր դա։ 20 օր ջրծաղիկը չեն բուժել։ Պես սկզբից եւ այդ սխալ են բուժել երեխին, պետք է ջրծաղիկը բուժեին, ոչ թե դիմաներվը։ Ջրծաղիկը թողել են երկրորդ պլանի վրա։ Դեկտեմբերի 27-ին, երբ հարազատներին հայտնում են, որ Հայկի առողջական վիճակը վատացել է, հայրը գնում է ու որդուն մեկուսացված ու անտարբերության մատնված է գտնում հոսպիտալում։ Երեխին գցել են թաքսենյակ, քլորը լրիվ շաղ են տվել բանով մեկ, սենյակով մեկ, հադագով, ուժեղ հոդը, որ ինպր վարատի չիվանդ է արդեն։ Այսինքն գանը տեսնի, յագը տեսնին էլի, երեխեն հազիվ է խոսել, սրտապոց, մի թեյ նույնիսկ, մի քույր, մի բժիշկ այդ սենյակի դուրը չի բացել։ Այդ հոսպիտալում առանձնացրել երեխային այդ գիշեր, ամսի 27-ի գիշերը, մինչև ցերեկը 28-ին երեք գնացել է, իսկ որ հերը տեսել երեխեն այդպես գալարվում է ցավից, այդեղ մի ադմ հեշտապա բժիշկ եղել, այդ բժիշկը նույնիսկ մի ցավազրգող չի տվել, երբ երեխեն գալարվում է, որ խնդրե, աղաչե, այմար, բանը, դու լավ է, արնիկ տանիք հնար չկա, երեխեն վերջը մինչև լույս, մեկ երբեմ տեղափոխել են ինֆեկցիոնում երեխիս, այդպես երեխիս հիվանդանոցում զինվորը 20 օր պարգելով հիվանդանոցում իրան ոտքով գա, մահացել է հիվանդանոցում, լև ուրիշ բաներ ասենք, մինչև հասրին հիվանդանոց մահացավ 20 օր պարգելուց հետո մանա, ով է մեղավոր։ Հայկի հարազատները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, նամակով դիմել են նաև երկրի ղեկավարներին ու համապատասխան կառույցներին։ Եվ հրամանատարին 3-4 օր ինքը հիվանդ վազեցր է, կարաուլ է կանգնեցր է և 20 օր էլ բժշկուին կյանքը կերավ, խնդրեմ։ Պաշտպանելու է մնացած բոլոր նորակոչիկներին, որ մի նոր մայր չլա, մի նոր մայր սև չհակնի, մի նոր տուն չավերվի, ես միայն դրա համար։ Ես գիտեմ, որ սրանում երեխայի կյանքը հետ չի գա, բայց որ այս դարը մեր ապրումները ոչ ոք չապրի, և մի նոր նորակոչիկ, մի նոր զինվոր, մի նոր մայր այսպես չսկա ու սև չակնի։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ներկա պահին ձերբակալվածներ չկան։